Բոլորիս տրամադրությունը արդեն ամառային է, իսկ այդ նշանակում է, որ բոլորս ուզում ենք գնանք հանգստանալու մեր ուզած տեղերը, բայց միակ տարբերակը բաժանորդագրվելն է։ Բաժանորդագրվի նոր ալիքի YouTube-ի ալիքին, գրի կոմենտ, սեղմի զանգակի վրա ու անպայման այս տարի կգնաս քո երազած տեղը։ Նորմալ տեղ երազել Սոչի։ Նոր ալիքի եթերում առաջին ակումբից մենք ձեզ ասում ենք բարի երեկո, բարի գալուստ առաջին ակումբ։ Կրկին շաբաթ երեկո, կրկին հրաշալի հանդիսատես, հասկացանք աղբեր։ Եվ հյուրեր, իսկ հյուրերի հարցում ինձ կօգնի իմ հյուրընկալ ընկերը եւ գործընկերը Օնո, եկեք բարձր ծափարենք, Օնո, ոչ, հայրեն, ոչը։ Բարև ձեզ առաջի ակումբ, լավ եք։ Շատ լավ է։ Հյուրեր ունենք, հա։ Այո։ Հələ։ Ծափարություններով եւ այսպես այսօր այստեղ է Մենք Project-ը, պրոդյուսեր Անուշ Սաֆարյան, կրեատիվ պրոդյուսեր Հայկ Սերոպյան, եկեք ծափարենք, բարի երեկո, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Ծանոթացեք ձեր մեծ թիմի հետ մեզ, որ բոլորի անունները մենք իմանանք հենց հիմա այստեղ։ Բոլորը ձեր թիմն են։ Հա բա։ Բանունը դրել ենք մենք, որ չիմանանք։ Չէ, որ բոլորի անունները պետք է իմանանք, հետո որ մեկին փող չտակ, ասենք այ Վարդանին փողը չտվեց։ Այդ ձեր համար մենք, մեր համար դուք եք։ Դուք Project-ը։ Առաջին ակումբի հյուրը դուք Project-ը։ Լիլիթ։ Մենք Project-ի երկչուհի։ Հոգեբանական ակումբ է դա։ Բարև Լիլիթ։ Տարոն։ Բարև Տարոն։ Հայկին դե ասեցիք արդեն։ Բարև Հայկ։ Գիտենք Հայկին ներկայացել եք։ Գիտենք Հայկ։ Հովսեփ երկիչ։ Բարև Հովսեփ երկիչ։ Մի հատ է Գորին, փողային գործիք։ Բարև մի հատ էլ Գորին, փողային գործիք։ Էй Արո։ Բարև DJ Արո։ Բարև։ Հայկը կրեատիվ պրոդյուսերն է, երևում է միակ կրեատիվ մարդն է, Կարմիրուսև չի ակնվել։ Կարմիրուսևը ձեր տարբերանշանն է, կարող ենք այդպես ասել։ Մի քանի տարբերանշաններ ունենք, այսօր ուղղակի որոշեցինք Կարմիրուսև լինել։ Բացի դրանից ձեր գույների մեջ ենք համապատասխանացրել մեր հագուստը։ Օ, շնորհակալություն։ Ձեր չէ, ձեր բրենդի։ Այո։ Ուրիշ հաղորդման հյուր չեք գնում փաստորեն, մերսի։ Գնում ենք այնտեղ իրանց գույների մեջ ենք Այնտեղ, արդեն միանշան։ Հասկացա։ Մենք Project-ը շատ cover-ներ անում։ Հեշտ է էլի ձեր գործը։ Ուրիշ երգը վերցնում եք, փոխում եք։ Շու cover band ու արդյոք հեշտ է cover band լինելը թե ոչ։ Իրականում հեշտ չի cover band լինելը, որովհետև եթե ինչ-որ երգ կա, որը կատարում ենք, պետքա դուրս գա այդի նախորդ կատարենք լավ, բայց հիմա ուզում ենք այդ cover վիճակից մի քիչ արդեն քիչ դուրս գանք եւ հեղինակային երգեր ունենք։ Ոնց եք դուրս գալիս, ասենք։ Կամած քայլերով։ Կեսը թաթա, կեսը ոչ մի խանգարի։ Հա, որ ոչ մեկ չնկատի, Ոչ մեկ չնկատի ոնց դուրս եկան։ Որ հայտնի երգերի cover-ներն եք արել, խնդրեմ, բայց կարող եք միայն դուք չպատասխանեք, ես հասկանում եմ, որ պրոդյուսերն է։ Ողջույն։ Մենք Project-ը ինքը բազմավոճ, բազմաժանր ռեպերտուար ունի, սկսած Queen, վերջացրած ռուսական հին երգերից, այն ինչ որ սիրում է հանդիսատեսը։ Ահա։ Այդ էլ ունենք, երկուսու կես տարի այդ եմ Իսկ ունեք ձեր սեփական երգերը։ Մենք Project-ը, այո, իհարկե ունենք 3 հեղինակային երգ, որը շուտով արդեն տեսահոլովակներով կներկայացնենք։ Մենք ունենք հեղինակային երգեր։ Ուղղակի ժամանակ չունենք այդ տեսահոլովակները նկարենք։ Իսկ կարա լինի որ ձեր հեղինակային երգը չաշխատի, որ շեք cover անեք, տես գմփսնեք։ Կարա լինի։ Ասեք հին հայկական երգեր։ Ավելի դաժան բան ասեմ, բա որ երգ անեք, չաշխատի, ուրիշը cover անի գմփսնի, ոնց կզգաք ձեզ։ Գրիգ ջան ուսկան ուրիշը։ Եթե անկեղծ Գրիգ ջան դահատի կտանք։ միանշան։ Ինչ աշխատում մեր երգը անեն։ Եկեք այդ թղթաբանական հարցերին պատասխանեն մենք թղթաբան։ Ահա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նորմալ է որ կարա տենց լինի, կարանք մենք չգմփսնենք, իրանք գմփսնենք։ Տենց հայկական եկեք անուններ չտամ, այնքան մարդ կա։ Ես խնդրում եմ կրեատիվ պրոդյուսերին փոխանցեք խոսափողը։ Հայկ ջան, ինչ է նշանակում լինել այս բենդի կրեատիվ պրոդյուսերը։ Ինչ ես ամ քո գործը ինչ է։ Պրոդյուսերը հասկացանք, փողը հաշվում է, տալիս է, պահում է։ Օրինակ դու ես Պահում է, տալիս է։ Պահում է, տալիս է։ Քո գործը ինչ է, բացի նրանից, որ սենց գնում ես տարբեր տեղեր, տենց թիթիզանում ես։
Ընդհանուր մարքեթինգային արշավն ենք գծում, այսպես ասած, թե ոնց պետք է խումբը շարժվի առաջ, ինչ երգեր կարելի է երգել քննարկում ենք, ընտրում ենք թիմով քննարկում ենք եւ թե ոնց պետք է ներկայանանք բոլոր հարթակներում, դա կլինի հարսանի, կորպորատիվ, ցանկացած տեղ համերգ, ցանկացած բանի։ Իսկ այդ հանդիպում եք քննարկում եք, թե չաթ ունեք, էլ ոչը տենում եք իրար հետ։ Ճանապարհին միամիտ որ դուրսը տենում ենք, տենց քննարկում ենք։ 7-ով ոնց եք միամիտ իրար տենում։ Դե մեկու մեջ էլի, տարբեր կենտրոնում ենք հիմնականում դե բոլորս լինում, տենց։ Այսօր ոնց եք հավաքվեք էստե։ Այդի չաթով ա եղել։ Ես ում Լիլիթին փոխանցենք միկրոֆոնը։ Շնորհակալություն։ Բարի երեկո, ծափարենք։ Բարի երեկո, եւս մեկ անգամ։ Բենդում աշխատելու ամենադժվար բանը որն է։ Անկեղծ։ Դժվար։ Էս բենդում չեն հարաբես բենդ։ Էս բենդում։ Դե լավ դե։ Հետո ոնց կա, այս իդեալական բերդ եք չեմ հասկանում։ Երկերի հետ կապված մեկու մեջ լինում են տենց կիսակրի Ինտերնետը կախում է, ինչ է։ կլկլցնում է, մի կլկլցրա։ Լինում է կոնֆլիկտներ, որ էսի մի այստեղ պիտի սենց մի քիչ սենց անես։ Ձեր երկուսի մեջ է հիմնական կոնֆլիկտը, ճիշտ եմ Դե հասկանում։ հիմնականում Ձեր մեջ։ Պրոդյուսերը, իսկ պրոդյուսերը ելույթների ժամանակ էլ է միկրոֆոնը վերցնում։ Լավ չէ։ Մի վարքան էլի։ Ստեղ ուզում էին իրանք ասեին սենց, էս նոտան էին ուզում ասեին։ Երկում են պրոդյուսերը մտնում է այդ միջնորդավճարները, առանձին միկրոֆոնով են Համեր գնացած ասում ժողովուրդը բենդից պատտվում են պրոդյուսերին են նայում, ավելի հետ։ Իմ հետ կապված կարա ղեկավարությունը։ Ղեկավար անձնակազմը։ Հա, ղեկավար անձնակազմը գալիս է, ասում է Ժողովուրդ ջան, այս երգը կարելի է երգել ու պիտի երգենք, որովհետև կա պահանջարկ ու հա, կա կբերի պահանջարկ ու դա մեր համար լավ կլինի։ Ես մտածում եմ այդ բային, ոայ, ես այդ երգը չեմ երգի, չէ, այդ երգը ես չեմ երգի։ Հետո բարձանում եմ բեմ ու երգում եմ այդ վնասի քֆուրներով երգը։ Ամբողը ոնց ասենց, դոյլայի տակ մի անգամից հասկանում եմ, որ Բայց ամբողը բոլորը պրոդյուսերն է։ Տարբեր տեղից, հետ է գնում, մի քանի հոգու տեղ պարում է։ մի հատ զվարճալի դեպք եմ ուզում։ Իհարկե, բադրաման ենք հավաքվել։ Այս վերջում ա եղել, ուրեմն եկել ենք առաջարկում։ Համերներից մեկի ժամանակ հանդիսավար, հա, հարսանիքի ժամանակ հանդիսավարը պիտի ներկայացնի մենք պրոջեկտին, ուրեմն սենց է ասում, դիմավորեք, մենք պրոդուկտ, մենք համույթ, ուսենց համույթ, երգում են հայրենական երգեր, սենց նայում ենք իրար վրա, շատ ծիծաղալու էր այդ փաստը։ Շատ։ Տեսեք մեռել են մարդիկ խնդալու եմ տալիս։ Շատ խնդալու էր։ Իսկ շոբաշներ։ Իվական թո հանգստանան մարդիկ, Կա բան, որ դուք իրար մեջ չեք կիսում ու հիմա կուզեք ասեք, բայց մի բան մոռացեք էլի, որ սենց որ նկարանում է բան սենց։ Ես փոխանցեմ մեր խմբի հաջորդ Այո։ Ողջույն ձեզ։ Ֆերարի պիլոտներն են երկու հատ։ Նա որտեղից ձեզ երկու գլխակ։ Իրականում ձեր հարցերին երևի ես կպատասխանեմ։ Կոնֆլիկտ չի լինում, ինչի համար կոնֆլիկտ չի լինում, որովհետև խումբը արդեն 3.5 տարի կա։ Երգերի ցանկը հիմնական մասը արդեն կազմավորված է, դրա համար կոնֆլիկտներ չի լինում արդեն։ Դե դու որ ես ձենով ասես չի լինի կոնֆլիկտ։ Տեմբրը սլավն է, չէ՞, բայց։ Շատ, ես հասկացա դու ես DJ-ը։ Քեզ քիչ են թողում խոսած։ Կոնֆլիկտ որ լինում է, դու այդ ձենով մտնում ես։ Կոնֆլիկտներ չեն լինում։ Կոնֆլիկտները Խես դոշերից հավաք է, մեր մոտ կոնֆլիկտներ չեն Այդ լինում։ մաներից պարեք դարավ էդից 4-րդ կոնֆլիկտ աշկաշիկայնի։ Լավ ժողովուրդ, ձեզ անկեղծ մաղթում ենք հրաշալի երեկոներ, հրաշալի միջոցառումներ ու թող ես միայն ձեր մասին չեմ ասում, թող դառնա Հայաստանում այնպես, որ ցանկացած արտիստ, ցանկացած բենդ իր գլխավոր եկամտի աղբյուրը ոչ թե լինեն կորպորատիվներ, այլ համերգները, որովհետև մենք հասկանանք, որ դուք արտիստ եք, դա ուրիշ հաճույք է, ձեզ մաղթում ենք լիքը համերգներ, լիքը տեսահոլովակներ, լիքը նոր երգեր, եկեք մենք պրոջեկտին բարձր ծափարենք։ Բրավո, ապրեք շատ։ Բրավո։ Եվ ասենք մեր մյուս հյուրերին, եւ այսպես, ձեր ծափարությունը ներքո, դերասան, ռադիո հաղորդավար Համլետ Ղազարյան, եկեք բարձր ծափարենք։ Եվ հաղորդավար, շոումեն, հանդիսավար, ռեպեր Վարուժ Աթոյան։ Եվ հաղորդավար, շոումեն, հանդիսավար, ռեպեր, 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 Վարուժ Աթոյան։ Եվ հաղորդավար, շոում
Գնեք, ստեղ գրված է ժամանակին рэպեր, ես խառնեցի։ Դա, հետո այկոյի անվան рэպ փառատոնն է ես եմ ախտե։ Չէ լավ Լուրջ։ Այդ ֆինալի рэպը գնաց։ Այգո Ֆինալնի րեպը բիտ բայ։ Բիտ պահ է։ Տենց է։ Ինչ խեր։ Արի, հայո բարի։ Ինչ խեր երկը չեմ իշե։ Ոնց երգ։ իմ եկե։ Ոնց երգ։ Ես էլ եմ կավերանում։ Ես ուզում եմ Համլետին մի հատ հարց տամ։ Ռադիո հաղորդավար, դերասանական տաղանդը ռադիոյում օգտագործում ես, թե չէ։ Դերասանական տաղանդը ոչ, բայց Ոնց ռադիո։ նոր արտնանայր այդ տենց է։ Այո, բարի լույս։ Բարի առավոտ բոլորին, ովքեր միացել են առաջին ակումբին։ Այդպես։ Բայց դերասանական տաղանդը կարող ես միքս անես էլ։ Դե դերասանական Ռադիոյի տաղանդը հետ։ այնքանով որքանով, բայց ռադիոյում դերասան նայելը Այսօր խցանված են։ քաղաքի։ Արշակունյացի Ինչ վրա է։ ինչպիսի խցանում է։ Մտածում եք ասելու եմ Թումանյան, Տրեդի պատճառով խցանված է Արշակունյացը։ Այդ ձենով Արշակունյացը չի խցանված, Ծերեթելին ավելի շատ խցանված։ Խցանված է Ծերեթելին, ես մնացի այստեղ։ Մկոն ասաց, որ դուք իրար հետ Հայաստանի երկու ամենագեշ տղամարդ դերասաններն են կեսում Մկոն, այդ մենք Բայց արեք կանչ ենք էլի մգոյին բեմ։ Դու չգիտեմ, բայց Մկոն երկուսն է ինքն է։ Ես շոր մրցանակաբաշխություն ա եղել, Այդ մենք ինքնուրույն ենք որոշել, անկեղծ ենք ինքներս մեր հանդեպ, կարակ մգոյին կանչեք իրար կողք կանգնենք։ Արա դաժե ես ինտերնետում չելենջ էի սկսե, թե իշքան գեշ է մգոն։ Լուրջ եմ Ուզում այդ տաղում։ Բայց Մկոն Բայց ասեք որ գեշ է։ Մկոն ուր Մկոին կա։ Մգոն համոյի ճակատագրից գեշ է։ Չէ, կարակ կանչեք, ուր է Մկոն։ Մի հատ կգաս։ Մգոն արի։ Մի հապ է։ Չէ, Դու լողանում է։ Ասա չեմ կարող այսօր գեշ եմ։ Արա ստեղ է։ Հա բայց ասար շատ Կարելի է։ Մի հատ խնդրում եմ բոլորով Սիմպո Մկո, Սիմպո մգոս։ Բայես։ Ամջան ես ինչ գեշ ես դու Մկոյի կողք։ Արդարության համար ասեմ, որ առավոտ 10-ից 4 դիմահարդար ջանք չեն խնայում, որ ես գոնե մի քիչ sense մարդը մեջ լինեմ։ Որ ոչ գեշ ես ընկերս։ Բայց լավ է, 2 մինուս տալիս է պլյուս։ Այ դրա համար բարակալություն։ Ժողովուրդ, Վարուժ ջան, ինչ սպասենք քեզանից YouTube-ներում։ YouTube-ներում սպասեք նոր նախագիծ սեպտեմբերից շագրտները չեմ բացի հլը։ Որտեղ չգիտեմ ինչ եմ անելու։ Որովհետև հենց նոր հորինի օրյանին։ Չէ, նոր նախագիծ ունիմ, շոու ունիմ, սեպտեմբերոտ կսկսեմ արդեն եթեր տալ։ Դե կարող է սեպտեմբերի 15։ Սեպտեմբերոտ։ Դա չէ։ Կարող է խոսքի քիչում հոկտեմբեր տեբի երտա։ Լավ նախագիծ է ունիմ։ Շատ Կարա քիչեմ նոյեմբեր է երթա։ Հա, դեպիչև դեկտեմբեր։ Կարա քիչեմ չլնի երբեք։ Իմ ամենամեծ նախագիծը լինելու է դեկտեմբերին։ Ինչ ես անում։ Երեխա պիտի ունենամ։ Յոլիգա։ Հա? Տեսար գոկայր կոկներ տունը ռեմոնտենելու վեշեր կկարեիր։ Բայց գիտես, չէ՞, որ մինչև քո ամենամեծ նախագիծը լինելը պետք է մի հատ պուճուն նախագիծ ունենաս, որ մեծ նախագծին կանաս նորմալ պայես։ Հա, գիտեմ։ Այդ իմ սեպտեմբերոտներ։ Ծափանեք մեր ուրերին բարձր, շատ Շնորհակալություն։ Բարով եք եկել առաջին ակումբ, բարով եք եկել։ Բարձր ծափարություններով Օնո։ Բարձր ծափարություններով գրիկ։ Իսկ բեմում շորցերն են Գոշ, Օնո, Ղանդիլյան, ձեր ծափերի ներքո գրացիք։ Եվս մեկ անգամ ողջույն առաջին ակումբ, ոնց եք ժողովուրդ, ոնց է տրամադրությունը, ծափերով բարձր։ Այո, բեմ արտակիներ շորցերը եւ մի անգամից ասենք մեր համարիկներին եւ առաջին համարը պատկերացրեք իրավիճակ սուպերմարկետում։ Բարև ձեզ։ Ինձ սիգարետ էլի մետ են, կապուտ, կոմպակտ մետ։ Հա, այ նրանից են։ Սրանից։ Հա, հա։ Ահա։ Ես ստացեք էս։ Մերսի։ Օ, ախպերս, ես ինչ նկարը, ես իմպոտենցիան ախպեր։ Փոխենք էլի ախպեր իմպոտենցիան։ Հա, ցավը տանը, մեսի տենց բան չկա, ինչ որ անձնական պրոստը։ Դե հա, բայց իմպոտենցիա։ Դե հիմա դրել են, որտեվ որ վնասակարա նշում են, էլի, ինչ խնդիրներ կա, Նենցա, չգիտեմ, ես իմպոտենցիան է դե հիմա գրել եմ, որտեվ առաջացնում է, էլի, ցավը տանեմ, ձերստակի հետ ընկավ տվի ախպերը, մի իմպոտենցիա։ Դե հասկանում եմ ախպերս, պրոստը իմպոտենցիա արդեն ունեմ ախպեր, ինձի թոք ախտը դու էլի ախպեր։
Ցավեք, հա չիլի թե կանոն։ Մի հատ լավ երգ երգեմ հայրես համար ժամանակակից։ Անտանելի շոքը ասֆալտին թողումա ճաքեր, անտարբերիմ հայացքը իմ ակնոցների տակա, այդքանը։ Ֆուլը YouTube-ում։ Եվ մեր հաջորդ համարը, ինչպես արդեն հասցրեցիք գուշակել, դեպք Վարշավիրանոցում։ Ալա միլացիարա, Վարշավիցիարա միլացիարա։ Ալա միլացի, բարը ցավը տանեմ։ Բարյոր ցավը տանեմ։ Երեխուն քաչալցեն են, գելի ամառը շոկա մի հատ։ Նստիմ աղբեր, միլացի ցավը տանեմ։ Միլացիարա, ամոթարա, Վարշավիրանոց ենք եկի, արա մի հատ մի քիչ լացումա, մի քիչ լացկանա։ Տնից ցավը տանեմ։ Արա միլացիարա, մի քիչ զբաղացնելով կանարած։ Աղբեր, հեսա նայ սիրուն, քեզ ինչ սիրուն պրիչոսկա ենք ստա։ Լայք ցենա գալի մաշիկից, լայք զերոյով կդրի թոյ թա։ Նայ։ Դայսելա գալի։ Բուբույցենա։ Հա? Բուբույա։ Կդի ապել, դու յա լացուկոցին մինա ապել, կդրի թոյ թա ապել։ Այդե, всё, հենա, կեսը կդրելա արդեն, կեսը կդրելա արդեն։ Գլուխում ես քեզ լացում այդ ցավը տանը։ Всё, հենա, կեսը կդրեց արդեն։ Արա միլացիարա։ Կանանք կյանքից նորաստան։ Всё, կդրես պրծան։ Լարի գնացին։ Աղբեր, կդրինք պրծան, խյալ լացում որ։ Աղբեր դե իրան էլ հասկանալ, պետք է առավոտ բանակ է այդում աղբեր։ Շարունակում ենք, հաջորդ շորցը պատկերացրեք, եվեճակ Բաքում։ Օրա, սորա։ Իա, աղբերս բարի օր ցավը տա։ Բարի օր։ Աղբերս կներես էլի որ խանգարում եմ։ Կարող եմ մի հատ օգնես աղբերս ավտոն բրթենք կյանքիդ։ Հա, էլի պրոստը մենակ եմ էլի աղբերս տեսա։ Անցնում ես աղբերս։ Տոչոք դու մի քիչ ձգոտ այլի դու գնում աղբերս մցա ես արդեն ոցը շարժվով այ լավ առաջ աղբեր թափով տղա ես մտ բանորը ես էլ եմ ուշ տալ ինքս աղբերս այսքան բրթեցինք էլի կարող է նստես խոտ տաս աղբերս բանալին ունենախի բրթելով գողնում կյանքիդ գերս հոփ Եվ այսպես պատկերացրեք իրավիճակ գիշերվա ժամին։ Ալո, աղբերս պատական ռանդոմնի թիվ եմ հավաքեք ես եմ ընգի աղբեր ջան։ Մի հատ կարաս աղբորդ համար մի հատ տաքսի կանչես էթա հասնի իր տնեցիքին աղբեր։ Արանգեր կողո դու լավ չես կյանքիդ մերնեն։ Շերվա իրեքին զանգել ես անծանոթ համարով ասում ես տաքսի ինգեր քնած կնիկ այն մի վարկյան զանգել աղբեր մի քեզ եմ զանգել ուրեմն հնարավորություն չկա ես ինձի կանչեմ աղբերս շերվա իրեքին հələ մի վարկյան էլի ցավը տանեմ կնիկ այն էլ ինգերս շերվա իրեքին զանգել ես բռատ պատական համարով ինգեր չես հաշվի առնում որ կնիկ երեխա ունի մարդը կարող է զանգել եմ անում ես դիվատակալ ես անում տաքսի կանչեմը որն է մեռնեմ կյանքիդ մեծ գոնե փորձեիր այդ տաքսի կանչելը նոր զանգել պատական համարով Աղբեր ինչ փորձեմ որ կանեք Աղբերս դժվար է մի հատ գոնե մի հատ պապիտ կանեիր ընկեր Անգեն ինչ պապիտ կա աղբեր թե կանեի աղբեր մի չի կարող զանգել ես քշերվա իրեքի չհասկացա բռատ չես կարող ընկեր դու այդ տաքսին պատվիրես որ զանգել ես հեռախոսս եմ կորցրել կարող ես կանչես թե չէ աղբեր Բա հիմա ինչով ես խոսում Լավ կթա աղբերս կներես աղբերս Շարունակում ենք Հաջորդ իրավիճակը դեպք կանգառում Օր էս սովորը Արդե չկարա Աղբերս բարի օր կյանքիդ մեռնեմ Բարի օր Կներես էլի որ պարկած եմ խոսում հետ աղբեր որոստի վիճակի Հասկանում եմ այն եմ Աղբերս մտ կարաս օգնես տեղ հասնեմ կյանքիդ մեռնեմ
Չէ, տաքսի կանչեմ։ Չէ, էլի ախպեր տաքսի մի կանչի ինգեր նոր խմած նստա տաքսիստը տպեց լարեց ախպեր մեջից։ Չէ, ավտոբուս կանգնացնեմ։ Արա չէ, էլի կյանքիդ մեռնեմ ավտոբուսում վաբշե շատ մարդ կա 20 հոգով ասնում են վրես ախպերը սաղ ջանը ժարտին բաժակ գցին աշկս ճղվավ ախպեր։ Կյանքիդ մեռնեմ արա։ Ինչը կա տանեցիքի զանգ ենք։ Արատանեցիքի հետ վաբշե հակած եմ ընկեր դրա համար է խմում սաղուր ախպեր հորս արև։ Ոնց օգնեմ ախպեր։ Արանգեր ես քարը քաշի դեմիցս ես եմ խոտով կետամ կյանքիդ մեռնեմ։ Հայերս ոնց եք ինչա մի հատ լավ երգ հա ձեր համար։ Կյանքը տարբեր ձևի ելնում սաղի հետ, կյանքը ինչ կրելա մի վարկյանում տալի հետ, լարա խաղեր փողի հետ, գուբի տանով հոպ, էլիքա ես կան։ Եվ մեր հաջորդ համարը, ինչպես արդեն հասցրեցիք գուշակել, դեպք Հայաստանում։ Բա արև քուրիկ ջան, հերվիս նայեցիմ շտուրս եկար, եթե ճիշտ ասեմ։ Այդ քուրիկին կամը սուրճ յուրասիրեի։ Փախար մի աստուստո զրուկ։ Ամիք թանգի մեջ ա, ոնց որ քուրիկը լրվում ընդհանուր։ Ռաբասեք մտ ֆրեշ, էլի մտ ֆրեշ մի բան տես։ Ֆրեշ ворթին նայ գնամ աստուց։ Ֆրեշ։ Այդ ձև, հա։ Հա, այդ ձև։ Լավ կարանք ավելի թանգի մեջ խոսքի ընտրենք, էլի, երբ ասենք ստեյք հա, բան ասենք ընտրենք, էլի։ Փախար էլի ստուցա տրյապ կա։ Ոնց որ դες չես հասկանում, եմ ասում կարող ավտո առնեմ քեզ մոտ ավտո, հա, մտես ճապոտ։ Ինչ ավտո կարող եմ գժվել ես դու ворթ։ Գնաս տեղից մի հատ։ Ոսկի տաներ, բան, տուն, բասեին, բան, սենց։ Ինչ տաներ մի հատ գնաս տեղից ասում եմ։ Բիզնեսներ, բանկ, բան, առնեմ քուրիկը վայելի, էլի։ Ասում եմ գնա ինձ քո հարստությունները հետաքրքիր չեն։ Բա ի՞նչն է քեզ հետաքրքիր։ Իմ համար կարևոր է որ տղան հարուստ լինի ուղեղով։ Սրտով, այլ ոչ թե գրպանով։ Ինչ ենք ուզում ասել ձեզ այս շորցերով։ Սիրեք ձեր դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա։ Սիրեք հոգևորը ոչ թե նյութականը։ Շնորհակալություն ձեզ հետ էր բեմում Գրիշան, Արմենակը եւ Օնիկը։ Եթե մտածում եք ինչ կարելի է ուտել օրինակ այս պահին, ուսան տեսեք նայում եք սենց որ սուշի, մուշի, այդ կողմ եք նայում, իհարկե զանգարում եք Դավինչի սուշին, ամանավանդ որ մինչև այս էպիզոդը վերջանա կբերեն առաքումով կասեն։ Ես խոսք եմ տալիս ձեզ, եթե հանգարց չբերեցին, ես կապ չունեմ, չէ բայց կբերեմ։ Մայիսը անցնում է, իսկ այդ նշանակում է որ կարելի է արդեն սկսել հարսանիքներ անել, որովհետև կա, չէ՞, տենց ավանդը որ մայիսին հարսանիք չեն անում, իսկ որտեղ անել լավագույն հարսանիքները, լավագույն առիթները, իհարկե Prime Hall-ում, այստեղ միշտ լավ տրամադրություն է, այստեղ միշտ ուրախ է, այստեղ շատ լավ ձեզ կդիմավորեն։ Ինչի է միշտ այստեղ ուրախ, որովհետև առաջին ակումբն էլ է այստեղ նկարվում։ Մեր ուրախությունը, մեր տրամադրությունը, մեր բարձր էներգետիկան միշտ այստեղ է մնացած։ Եկեք այստեղ արեք։ Եթե ուզում ես դառնաս առաջին ակումբի գործընկերը ու ես քո ընկերությունը սիրեմ Օնոից, Գոշից, Մկոից, բոլորից շատ, ուրեմն զանգարիր այս նշված հեռախոսահամարով ու արի դարձիր մեզ գործընկեր։ Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտությունների, հայ բլոգերների 10%-ը ստեղծում է նորմալ կոնտենտ, իսկ մնացած 90%-ը չգիտի թե ինչ է նշանակում տոկոս բառը։ Առաջին ակումբի եթերում բլոգերներ են հայոց աշխարհից։ Ախպեր, լսի, ես գրքից մասին ռիլ էի նկարել, ընդհանրապես վյու չհավաքեց։ Ընդամենը 300 վյու է հավաքել։ Ինչ անեմ, որ նորմալ վյու հավաքի։ Չգիտեմ, ախպեր չեմ հասկանում, այս մարդկաց ինչա պետք որ նայեն։ Լավ։ Ես գիտեմ ինչա պետք անել, որ լավ վյու հավաքի։ Բարև ձեզ, այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել Տիգրանոց փողոցի վրայի Փուր Հաուսը։
Այստեղ դուք կարող եք գտնել լավագույն ու թարմ լավաշները, սեյֆ հացերը, բորոձինսկի հացերը, մատնաքաշերը, հրազդանները եւ այլ շատ տարբեր հացեր, ռամաշկաներ։ Մեր հմայիչ աղջիկները ձեզ համար կթխեն ձերից ցանկացած յուրաքանչյուր հաց եւ վերջում հացի վրա կգրեն ձեր իսկ անունը։ Բարև ձեզ։ Կասեք ձեր անունը։ Ալբերտ։ Ոնց էր հավանեցիք գովազդը։ Շատ շնորհակալ եմ։ Կներեք, ձերը բարտերով էր, չէ՞։ Այո։ Մեկ վայրկյան։ Վերցրեք։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ։ Պապ, կարանք իրար հետ մի հատ ռիլ նկարենք։ Արա ինչ ռիլարա, ռադետ քաշի, ես այդ կամերա, մամերա, դες բաներ հետ։ Պապա, քո հետ որ նկարում ենք շատ վյուա հավաքում, լայքերը շատ ալում, էլի քո հետ խփում եմ, պապա։ Արա չեմ կարա զբաղված եմ այդ բաչուկի ջուրը պիտի սարքեմ։ Ավելի պապա գովազդա, էլի քո հետ որ նկարենք շատ կլի, ամը փողա էլի չաշխատենք, փող։ Փողա, մեջը փող կա։ Հա։ Այդ ի՞նչ գովազդա։ Մահացել է ձեր հարազատը եւ չգիտեք որտեղ անցկացնել նրա հոգի հանգիստը։ Ես գիտեմ։ Սան Անդրեասը քո սրահը իր դռներն է բացում բոլորի առաջ։ Այստեղ անգամ ամենակմահաճ հաճախորդները կգտնեն իրենց տեղը։ Եկեք, հեռախոսամար ներքևում։ Շունչելի մի վարքյան պապայի։ Այսօր ես առավոտյան արթնացա ժամը 7-ին եւ լվացվեցի։ Քանի որ երեք շատ ուշ էի քնել, ինձ առավոտյան պետք էր դառը սուրճ, որպեսզի կարողանայի շուտ թարմանալ։ Սուրճը ես խմեցի իմ սիրելի ձևով, վայելելով առավոտը։ Քանի որ շատ էի ուշացել, որոշեցի տաքսի կանչել։ Տաքսու վարորդը շատ հաճելի տղամարդ էր եւ ինձ արագ հասցրեց իմ նշված հասցեով։ Մի փոքր ուշացումով հասա ատամնաբուժանան։ Իմ սիրելի ատամնաբուժ Կարենի մոտ։ Կարենի էջը թողնում եմ ներքևում։ Ես մի փոքր ուշացել էի, բայց Կարենը շատ բարի ու հասկացող մասնագետ է եւ նա ինձ ներեց։ Քանի որ Կարենը շատ պրոֆեսիոնալ մասնագետ է, նա արագ հեռացրեց իմ իմաստության ատամը։ Ես ամեն ինչի անունը սերա, քո սերը ինձ համար մինը բերա, առանց քեզ կյանքս տարբերա, առանց քեզ իմ սրտում ամբերա։ Ես ամեն ինչի անունը սերա, քո սերը ինձ համար մինը բերա, առանց քեզ կյանքս տարբերա, առանց քեզ իմ սրտում ամբերա։ Ազիզ, սկսեմ, սկամ իրար այդ վիդեոներ գնգարենք, բան գենենք, կրնեմ քեզ իմ մտ պակեմ։ Չէ, ինչի տեղ ես ինձ դրել, ես հլի փոքր եմ ախր։ Ես ամեն ինչի անունը սերա, քո սերը ինձ համար մինը բերա։ Բարև ձեզ, ես Սակու Յուրինցն եմ ու ես այսօր կդզեմ Յուրի Սակունցի ծռած արմատուրեն։ Գնացինք։ Սակու Յուրինցը ռինգ չի դուրս գալիս, նրա հարվածից ու խոդ են լինում։ Այսօր ես ու Ռադիթը միասին նկարում ենք նորմալ է, թե նորմալ չի։ Գնացինք։ Սկսեցինք, հա։ Նորմալ է, որ աղջիկը տղա ընկերա ունենում։ Շատերի մար կրնա նորմալ եղն է, բայց իմ համար նորմալ չէ, երբեք նորմալ չի եղել։ Նորմալ է, որ աղջիկը տատու է անում։ Լավ, եմ կարող եմ ես հեռախոսը վերցեմ, ջաշտեմ Պոլին արդեն, դու արդեն շատ բան չի եղել, վիդեոն է գարանք է։ Իսկ նորմալ է հարաբերությունների մեջ սպառնալը։ Նորմալ չէ։ Ես ամեն ինչի անունը սերա, քո սերը ինձ համար մինը բերա։ Այո, իհարկե կարող ենք անել, no problem, այո, խնդիր չկա, շնորհակալություն, այո, ես քեզ ասում եմ, որ այդ օրը գալու է, խեյթերներ, կերակ։ Կյանքս ով էր։ Զանգել էին, ուզում էին մենք սուշի գովազդ անենք։ Ձեզ։ Մենք այդ լեվելին ենք ասի ջոգում ես, էսա Տեր Անդրեսյանի ընտանիքը նայելով ցնդվի, ասի, ես ո՞նց արյակ է ասա։ Իսկ ինչքան գումարով։ Աղջ ես ասում եմ սուշի, դու ասում ես փախ, ես ասում եմ սուշի։ Դու ասում ես փախ։ Բասկանես բարտերա, ձրի։
Սիրելի հետևորդներ, ինչպես հիշում եք, 6 ամիս առաջ իմ մազերը բավականին վատ վիճակում էին, իմ մոտ կար մազաթափություն եւ դրա հետ պայմանավորված նաեւ կոմպլեքսների փունջ, ես խուսափում էի հասարակական վայրերից, իմ ընկերներին ինձ հրավիրում էին ռեստորաններ, ավտոբուսներ, մետրոներ, ես չէի գնում եւ այդ խնդիրները վերացնելու ճանապարհին ինձ հանդիպեց մի շատ բարի մարդ, բժիշկ Անդրանիկ Անտոնյանը եւ լուծեց իմ այս խնդիրը։ Անդրանիկ Անտոնյանի Instagram-ը թողնում եմ ներքևում, կարող եք օգտվել, տեսեք ինչ գեղեցիկ հիմա մազեր ունեմ ես այսպես, կարողանում եմ լվանալ, հարդարել, սանրել այս կողմ, սանրել այն կողմ, սանրել հետ, տանել այսպես անել, այսպես անել։ Ինչպես տեսնում եք, իմ մազերը բավականին այսպես ես փունջ, գեղեցիկ ու բարձր ահագարը։ Նշանածս է տեսօր իրիկունը տաթև ասատրանի համերգին ենք, դա ասինք ծերգով է գանք մի հատ կոֆե խմենք մինչև համերգը սկսի մի հատ ռիլա բստրի այդ նգարենք, ասա։ Բարև ձեզ, ես ու Սոկրատը այսօր պտին թրենդ նկարենք ու ես իրամ դիսեմ մեր գյուղի բարբարով բարեր, ինքը պտի գուշակ է։ Ինչ կնշանակե սուրպրտել։ Սուրպրտել։ Շոտրոտ։ Չէ։ Ինչ է նշանակում կրցանել։ Կրցանելը։ Վայ, Սոկրատ։ Ինչ է նշանակում յուպրտել։ Յուպրտել էսի հաստատ։ Հա, հետի։ Բարև ժողովուրդ ջան, իսկ դուք արդեն լսել եք քաղաքի լավագույն ակումբի մասին։ Եթե չեք լսել, ասեմ, ամենալավ ակումբը գտնվում է աշտարակի տռասի վրա, մի քիչ աշ պետք է անեք, այնտեղ գրունտավոր մի քիչ շապա կամ 200 մետր էտի հասնում եք ու աջի վրա գտնվում է քաղաքի լավագույն ակումբը, կոչվում է Պուտանեսկա Music Hall։ Պուտանեսկա Music Hall-ում դուք կգտնեք քաղաքի լավագույն աղջիկներին, լավագույն խմիչքները, ալկոհոլը, լավագույն կոկտեյլները, լավագույն վինյուրի ձանավեսկեքը եւ իհարկե տարբեր տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ։ Համեցեք Պուտանեսկա Music Hall վայելեք ձեր ժամանակը։ Չես սաղորը պարկած ռիլ նայում, հելի փող աշխատի, եկյա տղա ես, մեծ մարդ ես ձեռդ փող չկա, հերդ մեղ չի, 68 տարեկան այդ մարդը ինքն է քեզ փող բերում, 7 հարգա ամեն օր ոտով հելնում իշնում է, սիգարետի փող չունես, մերը տա քեզ սիգարետի փող առնում, բա ամոթ չի, ժամանակն է, մի կորցրա ժամանակը, միացի հենց հիմա easy cash-ին, որ քո սիգարետի փողը նորմալ աշխատես, հելի կայնի ինչ ես նստած սա օրը, կայնի փող աշխատի, քո հետ եմ հենց հիմա կայնի։ Ինչս կայն է արա նայում ինձ արա, նստի կոմպի դեմը գործ արա, նստի կոմպի դեմը փող աշխատի, էս շշկայնած ես սաղորը։ Ինչս սաղորը կոմպի դեմը նստած արա տեսողություն փչացնում է, տեսողությունդ քեզ պետք է որ նայես տենաս ինչքան պարապես դու, հելի կոմպի դեմից արա մի բան արա խոսքի շումպայի ասենք, մի բան արա շարժվի շումպայի, որ ենքան որ պարապ չմնաս արա։ Ինչս շումպայում արա, այդ շանտեղ էլի տնեցիք իմ պայի, ինչս սաղորը իմ վիդյոներն այմ արա, չես ջոգում ասասնեիս մեջ վապշե միտ չկա, պրոստը խարը խուրը ավայի մունած եմ դալի արա, թարգ ես ռիլը ռադրա գնա աշխատի միտե արա։ Նայում ես առաջին ակումբ ու միշտ ասում ես, բա ես ոնց գամ դահլիճից նայեմ ես սիմպատիշնի դեմքերին, ասում ենք ձևը, ներքևը լինք ադրած, պարզապես գրանցվեք ու եկեք, մուտքը դեր ազատ է։ Դեր։ Եվ այսպես պատկերացնենք այսպիսի իրավիճակ, բաժանված ամուսինը տուն է վերել իր նոր ընկերուհուն, բայց ժամանակ առ ժամանակ անհարմարություններ են առաջանում, ձեր ծափերի ներքո բեմում են Նարինեն, Գոշը, Տիկոն, գնացինք! Հիա, հարազատս? Ջան։ Ես դու ձեռները չես լվում, հա? Ոնց չեմ լվում։ Բաչոկի ձենը չլսար։ Լսամ մեռնեմ քեզ։ Բա համ ջուրն եմ քաշում, համ էլ լվացվում եմ, ցավը տանեմ։ Արա հոգուտ ղուրբան, ակուրատ։ Սովորի որ հեսա գասետը սաբրելու պետք է ամանները կապեմ վրեդ լողնալուց հետը լվաս։ Լավ։ Լավ, ես չջոգի, հիմա դու ես արաղը բերել ես խոսած, թե խմես։
Ցավը տանեմ, բերել եմ, որ խմենք։ Մեռնում է սրտիդ, հոп, հոп։ Ահ, ես ինչ լավ գնաց, կոմոդ ոնց էր։ Լավն էր ցավը տանեմ, նենց ասիր ոնց կարա լավ չէ դեռ։ Ասում ես կնիկդ խիա թող է գնաց է։ Կնիկս չի թողը գնաց է։ Ես եմ թողը մնաց է։ Սաղորը տունը կռիվ գալմաղալ ծեց ջարդ։ Ահա։ Էդի ես հələ տունը չէի։ Հիա։ Բայտում հետ էր։ Մենակ ինքը իր դեմ էր հելը։ Հետո ես գալիս էի տունը երկուսով հելում էին իմ դեմ։ Բայց աղբերը նեցա պողլերին էր տալի երկուսին, չմտածես։ Մեռնեմ սրտիդ։ Ցավդ էլ տանեմ, լսելի քեզ մտ բան հարցնեմ։ Դավայ։ Դու տես մոմենտեր չունես, չէ՞ տես բզիկներ, ցավը տանեմ, տենց ագրեսիվ բան չնայես դու եմ որ արաղը լցիր ձեռների լվացվար, ես ուժը ջոգի, դու ինչ մասի աղջիկ ես ցավը տանեմ։ Գիրես, գիրես։ Լսելի ցավը տանեմ։ Հա ջան։ Բայց ոնց է էլի որ քոպես ոսկե դոզավի աղջիկը մինչև մի մենակա։ Ընկերս, իմ կյանքն էլ սենց չդասավորվավ ցավը տանեմ։ Արա մի հատ նշանած ունեի, գեշ ձև խանդոտ։ Այս նշանի մատանիա ինչա չէի դնում, այդ հողի վրա բաժանվով գնաց ընկեր։ Ուխի չէիր դնում, որ կյանքից զորացնեմ։ Ախպեր դնում էի, լոմբարդն էի դնում։ Այդ փողով հորս մի հատ Opel Zafira առա, միջև հիմա տաքսավատ անում։ Մեռնեմ է ես քու կյանքին, ախպեր ջան։ Արա ծնողի համար ամեն ինչ։ Երեխեն ծնողի համար ամեն ինչ էլ պետք է անի, երեխեն պետք է վիզ դնի, ծնողը դու ցավը տանեմ, 100% այդպես է։ Եկա բալիկս։ Եկա։ Ոչի բան չի խնայում իմ համար, դաժե ներվերս։ Աշոտիկ ինչ է, լազիս, խես զռում։ Խես զռում, ազիս, խես լացում, արա պապան կողդ կայնես, դու խես լացում, արա, հա։ Պապային չի իշար։ Պապան արա որ հարևանի լվացքը գողնում հագնում ենք։ Ես մայք է տուրդից է։ Իշար։ Դե ասա տենամ խես լացում։ Դպրոցում սաղ առարկաներից երկուս եմ ստացել։ Քանի առարկայից։ 5 հատ։ 5 հատ կայնիլ է ախպեր։ 5 անգամ։ Արա 5 անգամ 2 10 անեմ։ 10 ստացել, խես լացım, ուրախացի 10 ստացել։ Այդ ես միշտ առաջադեմ լես։ Աբրիս դե էլի գնա խաղա։ Ինչ արա։ Հա։ Էս մեր ախպեր է։ Արա արի ասեմ։ Լսիլը։ Երկար մին է։ Երեխեքը ոնց են ծնվում։ Արագիլն ա բերում։ Հա լավ, ես էդի չեմ կարա քեզի բացատրեմ։ Դու գնա լուչե խաղա, մի քիչ է պապան ստեիր համար խաղա։ Գնա դուս, հելի մի քիչ ավասկեր, մինչև դենանք ինչ ենք անում։ Հեա, սիրուն ջան։ Ջան, մեռնեմ քեզ։ Ու ինչի վրա կանգառան կյանքից զորացնեմ։ Մեռնեմ քեզ, մենք կյանք չենք առնում։ Այս կյանքը անդադար շարժում է։ Մեռնեմ էլ ջանի դու։ Ցավդ էլ տանեմ այսօրվա դրությամբ ընկերս։ Ցավդ տանեմ, լսի քեզ հիմա sense բան ասեմ։ Ջան։ Հենա տեսար։ Երեխես էր։ Հա։ Ես նես չի պատրաստում եմ քեզանից թաքցնեի այդ փաստը։ Հարգեցի մեռնեմ քեզ։ Մի 5 տարուց ավել։ Հիմա նաղդում տեսար։ Ահա։ Ասենք այդ հանգամանքը քեզի խանգարում է։ Վապշե։ Իսկ ինձ խանգարում է կյանքից մեռնեմ։ Ախպեր որ սենց անկեղծ խոսացիր ընկեր։ Մի հատ բան կա, ես էլ եմ ուզում քեզ ասեմ, բաց խոսանք էլի։ Իա, բաց խոսանք, ցավը տանեմ, ինչ է։ Չէ, մեռնեմ քեզ այդ նկատի չունեի, ցավը տանեմ։ Ցավը տանեմ, բայց հենց այդ նկատի ունենաս ասա։ Գիտես։ Ցավը տանեմ, այդ ուրիշ բան կա էլի ասելու։ Նա ես իմ մասով ասեմ, ես իմ տեսակով պրինցիպիալ աղջիկ եմ ջոգիր, դավաճանել ես, արի չեսնի ասա։ Ասա շան տխություն եմ արել, դավաճանել եմ։ Ախպեր պահիտակ բնազդիս եմ տրվել, գարմանալնի բան ա եղել, խոսքի օրինակ դավաճանել եմ։ Խի կարող է ես վատ տղա եմ, ով չի դավաճանում այսօրվա դրությամբ։ Սաղս է լավ տղա ենք, մեռնեմ քեզ։ Արի չեսնի ասա, ասա կնիկ, դավաճանել եմ։ Մեռնեմ քեզ, բայց որ ուրիշից եմ չէ իմացե։ Կբզեմ բերնիդ։ Դու ինձ բզիր կյանքիդ մեռնեմ, այդ էլ սաղ կյանքս կուպես բզող աղջիկ եմ մանեկել, սավը տար։ Լսել եմ քեզ բան հարցնեմ։ Հա ջան։ Դու աշխատում ես։ Հա ախպերս։ Ինչ ես աշխատում։ Մենեջեր։ Մենեջեր։ Հա։ Հա դե կայֆոտ է, տնից մեկը աշխատի լավ է ծախս տանից։ Արա ինչ կա, աշոտի։ Հա, խես լացում այդ աղա։ Չիշիկ ունեմ։ Ոչ չիշիկ ունեմ։ Չիշիկ ունես գնա գարաժների հետևը բզսրա քո, մար այդքան ձևը ցույց եմ տալիս։
Գարաժները քանդել են։ Ոնց գարաժները քանդել։ Արեդի ջան հերանեկար ժողովուրդն, ասած գարաժները քանդում եք, տեղը գոնե բիոտուալետներ սարքեք, եթե դրանց հետևը պզզնենք։ Տեղը հիմա խանութ են սարքել։ Դե գնա այդ խանութի հետևը պզզվում է։ Ոնց է ձևացրի, պատկերացրա գարաժա կոմը։ Ամոթ ուզում եմ տանը անեմ։ Ոնց տանը անեմ։ Արա տունը կա կոմը տուալետ է։ Չեմ ասա տունը մենակ երկարով էկոնոմիա ենք անում։ Հելի գնա ոչն պատկերացրա գարաժա այդպես։ Խանութը։ Հա, գնա, հանգիստ կանես կոմար։ Ախպեր օյախցանք միջև եկար։ Ոայ ցավը տանեմ, ես ու այս արաղի շիշը կթողեմ դու օյաղնը սիրուն ջան։ Մեռնեմ քեզ, ինգերս։ Գնացինք։ Ջան։ Լսիլ է։ Դու վաշե ռոմանտիկ աղջիկ ես։ Գեշտև։ Ես էլ ռոմանտիկ տեղ եմ ցավը տանը։ Կանարա։ Կինոների մեջ ռոմանտիկ բան եմ տեսել, մտ կարանք իրար հետ անենք։ Սիրագորով ընկեր, ոնց ասես։ Պրոստը կինոների մեջ էդի սպագետիով են անում, բայց կյանքում էլ սպագետին թանկ է, էլի։ Մենք թթու վարունգով կարանք անենք։ Դավայցե։ Հեսա։ Ay ara, esov այս նեղ մաջալին մուրը սարև։ Ալո։ Հա։ Չէ, այսօր չեմ կարա։ Ստրելկի եմ։ Չէ, ինգես, անգամ խփոցի չի։ Ժամո եմ։ Հա։ Քուրում բախտ նավաց։ Խոսան, Ընգերովից էր մեռնեմ քեզ։ Բան չի էլ է մեռնեմ ստիտ, կարանք խառնով ենք օպշին։ Չէ, ընգերս, ասում էր գնում եմ Մալականի այգի, ինձ էլ էր առաջարկում, ասեց սեմուշկա վեկալենք, հելնենք, չրթենք։ Ջան, ցավը տե տանեմ, լավ ընգերը լավ բանա, մեռնեմ ստիտ, ունես դրսած, բեր Դաբավի տարա, մեռնեմ քեզ։ Արագի մեջ մեռնեմ ստիտ։ Վա։ Սարև։ Լսիլ է։ Հա ջան։ Այդ հեռախոսի զանգից մի անգամից հասկացա, որ բարձրաճաշակ երաժշտություն ես լսում։ Շնորհակալ ենք։ Կարող է ճաշակով մի բան դնես, մի քիչ անկանոն շարժվենք։ Ոնց ասի։ Հա։ Հələ։ Ինչ ասի։ Хитрая и смелая была. Даже злые урки и те боялись мурки. Морскую жизнь она вела. Мурка, ты мой муреночек. Լավ էլ սինու շարժվում ես, կուկու ջան։ Կարող է հելնենք մի քիչ ննջասենյակում շարժվենք։ Այս ոնց որ չես ուզում, ժամանակ կորցնել։ Չէ, եթե գիտենք վերջը ինչ ալնելու էլ մեջտեղ ինչներ սա պետք։ Չէ, մեռնեմ քեզ։ Շուտա։ Ո՞ր շուտա։ Начались облавы, много стало пати попадать. Как узнать скорее, кто же стал шалявый, чтобы за измену. Բա հիմա։ Ասինք չէ, էլի ինգեր։ Հիմա էլ է շուտ։ Հա։ Հա, դեկան։ Մի վարկյան։ Ահա։ Հələ չհանվես, հեսա գալիս են։ Արի, աշոտիկ, ես զռմազ, ես ասի քեզ էլ։ Հա։ Ինչ այլ քեզ լացում։ Արա պապան կողդ կայնս, դու քեզ լացում, հա։ Քեզ լացում, արա պապան չի, շեր պապան է որ 50 դրամով մտնում ենք լվայինքը երկուսով լողնում հելնում ենք։ Հիշար։ Հիշար պապան։ Արե, որ քեզի կարշեր անը, ոսկ անը, պապան, հիշար։ Հա։ Պապ։ Բա քեզ լացում։ Որտե քո ասած խանութի վրա ճիշտ կեմ արել, գագոձածեմ ճլոտի ատվել։ Արի դի գագոձայից խանութն, հա։ Ես ասեմ խինզի տնիս է, դու մինա яра, քո ինչ տարիքն է։ Ասեմ խինզի տնիս է չեն տալի։ Սամա ախպեր կաղա պետք է խառնվենք։ Մեռնեմ քեզ։ Չէ, նորմալ է, քո կալիբրի հարց չի, սիրուն ես։ Մի վարկյան, ես ախորը ծրը։ Աշոտիկ, լես ինչ եմ ասում։ Իչի դրանց մակարդակին։ Հասա հերս որ եկել ես թեմայով ձեզնից 400,000-ի նիսա կվեգալի կյանքում չի տա։ Ոնց որ սաղվաղ տարել է։ Էլավ։ Դե դավայ թռի։ Բայց հա, ինչ հա։ Հատ սոված եմ, հատ ուստեմ հետո գնամ։ Սոված եմ։ Սոված եմ։ Հա։ Հետ շնորհություններ արա։ Պատից կդրվելուց հետո դու ինձ այդպես բան չէիր ասել։ Շատ սոված։ Չես կարամ մի 5 օր դիմանաս։ Չէ։ Բա մի 3 ժամ։ Չէ, գրմռում։ Գրմռումը։ Հա։
Լկայնի մենք էլ ենք ուզում գրմռանք Ազի ջան։ Հա ջան։ Փող կա քո վրա։ Հա։ Կարաս տաս։ Ինչքան է պետք։ Ինչքան կա։ Արա սախ քոնն է, մեռնեմ քեզ։ Սահմտե տանեմ, բայց։ Ընկեր, բայց զգուշ կլնեք, էլ եսի գողցած փողա։ Երեխուն բաման չլնի։ Հա, ցավը տանեմ, արխային սաղ ձևերը գիտենք։ Աշուտիկ, էսիլը վեկալ։ Հելի խանութից մի 7 կիլո պերյանի կար, դանդաղ կեր, միջև պապան տենաս թե ինչ անա։ Բայց ես պրանիկ 7։ Հա, ասա պապարյանիկ տվեք ու փողը որ ցույց տաս, դրանք արդեն խառնվեն ես, իրում չէ։ Հələ լավ, լկայնի, հարից տեսի աշկից երկար քաշի։ Արի լես 10000-ն է վեկալ։ Այսի վեկալ։ Իչի տաքսի բռնի մի հատ։ Հելի դիլիջան, ընդ լավ պարյանիկ են տալի։ Հելի դիլիջան մի 7 կիլո պարյանի կար, դանդաղ կեր Ֆերարի գիշերը կամ առավոտ վաղը։ Լավ դիլիջան գնա, կեր հանգստացի արի, քաղաքից դուրս։ Դիլիջան պրան։ Շո։ Հա։ Այս ոնց որ երեխեն գնաց, հա։ Հա։ Լոկ շենք, հա։ Բա ինչ ենք։ Բա մի բան չանենք։ Անենք։ Բա մեր ախպերը ինչ է առաջարկում։ Կառաջարկեմ։ Հա։ Զանգես ընկերուհուդ։ Հա։ Սեմմշկեն վերցիգան։ Հա։ Ես զանգեմ իմ ընկեր Թերզիկին, իշնի իրար հետ բլոտ խաղանք հանվելու վրա։ Արա մտքերս ես կարդում։ Մեկն էլ բեկալ ենք։ Իսկ առաջին ակումբ այսօր այսքան են մենք անում ենք մեկ շաբաթից նոր ալիքի եթերում։